Բարև ձեզ, ես մանկաբույժ Մարինե Արեգի Արուստամյանն եմ Արաբկիր բժշկական համալիրից։ Այսօր մենք զրուցելու ենք երեխաների մոտ հաճախ հանդիպող ախտանիշներից մեկից, տենդից, որը ժողովուրդը անվանում է նաև ջերմ։ Տենդը դա օրգանիզմի հարմարողական, պաշտպանողական ռեակցիան է ի պատասխան տարբեր ազդակների, որի ժամանակ վերակառուցվում են ջերմակարգավորման կենտրոնները, դա օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է ի պատասխան տարբեր ազդակների, որ ազդակները կարող են բերել ջերմի, դրանք վարակներն են, որոնք կարող են լինել և վիրուսային, և բակտերիալ բնույթի, դրանք իմուն համակարգի հիվանդություններն են, բորբոքային հիվանդություններն են։ Երբ պետք է դիմել բժշկի։ Եթե երեխան փոքր է, 3 ամսեկանից փոքր և ջերմում է 38 աստիճանից բարձր։ Ինչն է համարվում բարձր ջերմություն։ Նախ և առաջ նշեմ, որ մարմնի ջերմությունը նորմայում լինում է 36,5-ից մինչև 37,2 աստիճան Ցելսիուս։ Եվ նշեմ, որ թևատակում, ուղիղ աղիքում և բերանում ջերմությունները կարող են տարբերվել։ Ուղիղ աղիքում և բերանում ջերմությունը 30 մինչև 37,5 է, իսկ թևատակում մինչև 37,2 կարող է լինել։ Ցանկանում եք իմանալ ինչ պետք է անել բարձր ջերմության դեպքում։ Եթե երեխան ունի 38 և ավել ջերմություն, պետք է նախ և առաջ, եթե երեխան 3 ամսական է, դիմել տեղամասային մանկաբույժի և կատարել ջերմիչեցնող կամ օշարակներով կամ մոմիկներով, ինչպես նաև պետք է օգտագործել շատ հեղուկ, քանի որ ջերմության ժամանակ երեխան շատ է կորցնում հեղուկներ, նաև պետք է կատարել ջերմիչեցում ֆիզիկական միջոցներով, որն է դա, պետք է երեխային շփել գոլ ջրով կամ գոլ ջրով թրջած սրբիչը դնել կամ պարանոցին կամ թևատակերին, երբևիցե չի կարելի երեխային շատ ծածկել կամ շատ հագցնել, ինչպես անում են բոլոր ծնողները, քանի որ մենք կխաթարենք ջերմատվությանը, երբևիցե չպետք է շփել քացախով կամ սպիրտով, ինչպես անում են ծնողները, ինչպես նաև երբևիցե չի կարելի ջերմության համար հակաբիոտիկներ տալ։ Անպայման ունենք նաև հոսպիտալացման ցուցումներ, որը պետք է իմանան նաև ծնողները, եթե երեխան մինչև 3 ամսական է և ունի 38 և ավել ջերմություն, եթե 3-ից 12 ամսական է, 2 օր և ավել ունի ջերմ, հոսպիտալացման ցուցումների մեջ է մտնում նաև չկառավարվող տենդը, երբ երեխայի ջերմությունը չի իջնում ջերմիչեցնողներից կամ իջնում է և չի հասնում նորմալ սահմաններին և ջերմային ինտերվալները շատ չնչին են, կարճ են։ Ինչպես նաև եթե երեխան ջերմում է 5 օր և ավելի, երբևիցե հարգելի ծնողներ մի զբաղվեք ինքնաբուժմամբ։ Հարգելի մայրիկներ, եթե ձեր երեխան ջերմում է և դուք անհանգիստ եք, նույնիսկ չնչին ախտանիշների դեպքում դուք կարող եք դիմել մանկաբույժի խորհրդակցելու համար։ Եղեք առողջ և տեղեկացված։